Նորի որտոյի ոգուն սրբո ամեն Ըս գործս ծերած մերոց ուղիղ արայի մեզ դեր և ըս գործս ծերած մերոց հաջողյա մեզ դեր ամեն ողջույն մեր սիրելի ժողովրդին սկսում ենք կրկին մեր ովքեր են սրբերը հաղորդաշարը ինչպես գիտեք մենք խոսեցինք արդեն առաքյալների մասին ավետարանիչների մասին մոտ 15 ուրեմն սրբերի մասին խոսեցինք այսօր պիտի խոսենք 16-րդ սրբի մասին որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է գիտեք առաջին մեր եկեղեցու առաջին լուսավորիչներն են եւ մեր եկեղեցու հիմնադիրները ինչպես կարելի ասել Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարթոլոմեոս առաքյալները առաջին դարում ուրեմն առաջին դարից մինչեւ 4-րդ դար կամ 3-րդ դարի վերջավորությունը այդ ընթացքում նաեւ մենք ունեցել ենք առաքյալների հաջորդներ եպիսկոպոսներ հայրապետներ որոնց մասին երևի մի օր մենք առանձին հաղորդում կունենանք բայց կարծում եմ այսօր դրա հարկը չեն զգում բայց իմացեք որ այդ ընթացքում էլ գաղտնի քրիստոնեության ուրեմն քարոզության շրջանին էլ ունեցել ենք հոգևորականներ փոխանցման շրջան որոնք հասել են մինչև Գրիգոր Լուսավորիչ եւ նրանից հետո արդեն մենք հիմա այդ մասին պետք է խոսենք ուրեմն այսօրվա մեր նյութը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետն է ով էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ուրեմն սրա մասին պետք է խոսենք բնական է որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ինչպես պատմական տվյալները կան 3-րդ դարի վերջավորության 300 այսպես 20-ական 30-ական այո 40 թվականների այդպես ճիշտ թիվը չկա թե երբ է իր ծննդյան թիվը այդ թվականներին ծնունդ առած ուրեմն մանուկ է պատմությունը բոլոր들 գիտեք պատմությունից թե նրա հայրը ով էր ինչպես ինչ տեղի ունեցավ Անակ Պարթևն էր որը Խոսրով հայոց թագավորին սպանողներից մեկն էր ասում է որ Անագի ամբողջ ընտանիքը սրիկ հաշվեց միայն ազատվեց փոքրիկ մանուկ ինչպես ասում են Սուրեն կարծեմ այդպես է Ստավանյան անունը Սուրեն հստակ չէ անունը Սուրեն Աբազանի անունը Սուրեն է եղել ավելի հստակված չէ բայց ասում են այդպես կարող է եւ այդպեսի անուն է ունեցել Սուրեն եւ ասում են որ Սուրենին իր խնամակալը կամ այսպես այսօր ասում են խնամող ստմտուն դայակը եւ մի ուրիշ մեկը եւ թաղ անունով փախցրել տալ են Կեսարիա եւ Սուրենը այնտեղ քրիստոնեական դասիրակություն է ստացել դիրապետել է հասորեր հունարեն լեզուներին քրիստոնյա է մակարդվել եւ քրիստոնեական անունը դարձել է Գրիգոր ինչպես ընդհանրապես մենք գիտենք որովհետեւ որ երբ որ օծում է Սուրենում ձեռնադրվում ես որևէ հոգեվորական անպայման իր աշխարհական անունը փոխում է եւ հոգեվոր անուն է ստանձնում իրսակ հոգեվոր մակարդություն է ստանում նույնը եղավ Սուրենին որ դարձավ Գրիգոր արդեն Գրիգոր նշանակում է հունարեն բառը նշանակում է արթուն հսկիչ հսկող ինչպես որ գիտեմ այդ մասին ուրեմն Կեսարիայում քրիստոնեական դասիրակություն ստացած Գրիգորը վերջը նրա այդ զուգընթաց Խոսրով թագավորի տղան էր կար Տրթատը որը նույնպես փախցվեց Հռոմ նրա քաջագործությունների մասին արդեն գիտենք մարտնչեց եւ ուժեղ կրվող հզոր մի երդասարդ էր եւ սիրելին դարձավ հռոմեական կայսրության եւ այնտեղից իրեն որովհետեւ հայոց թագը կարողանա վերցնել զորքով ուղարկեցին եւ նա կարողացավ հայոց թագավոր դառնալ բայց այդ ընթացքում Գրիգորը քանի որ տիրապետում էր հունարեն եւ ասորեն լեզուներով իբրև դիվանայի դպիր կամ այսպես դիվանապետ Տրթադի հետ միասին եկավ Հայաստան եւ շարունակեց իր գործունեությունը իբրև դիվանի աշխատող այսպես ասենք բավական լավ զարգացած մեկն էր չգիտեմ ըստ ինձ նաեւ գուցե ինքը իր հոր մեղքերը քավելու համար էլ նախորդ իմացել է որ հայրը եղել է հայոց թագավորի սպանողը մեղքերը քավելու համար ուզեց միանալ Տրթադին որպեսզի տեսնի այս կարծիք է Հայ կարծում եմ այստեղ արդեն մենք միասին կշարունակենք այս մնացածը Գրիգորը Տրթադի թագավորության ժամանակ արքունիքում բարձր պաշտոն ուներ եւ ինչ պատահեց դրանից հետո արդեն գիտենք դրանից հետո ինչ պատահեց Ես կարծում եմ այստեղ է նաեւ որ կարողանալու ենք ասենք պատմականից անցում կատարել եւ իհարկե պատմականը շաղախելով իր սուրբ վարքին թե ինչու ենք մենք հավատի հայր կոչում ի վերջո Եվ ինչու է Գրիգոր Լուսավորիչը այսքան մեծ դեր խաղացել հայոց իրականության մեջ, միջև որս եւ որս էլ խաղում է։ Եվ Գրիգոր Լուսավորիչը անշուշտ հիմքն է, սյունն է։
Եվ այս մի անձնավորություն ով էր իրականում, ինչու այսքան տեղ։ Եվ ինչպես որ շեշտեցիք, այդ ուսյալ անձնավորությունը լուրջ ուսում ստացած մեկը Կեսարյան հանրահայտ էր։ Հիշենք Պարսեղ Կեսարացու նման անձնավորության Կեսարյան դպրոցը շատ լուրջ հիմքեր ուներ, քրիստոնեական արմատներ ուներ եւ այստեղ ուսանում է այս անձնավորությունը եւ ինչպես որ ասում եք, պաստորեն պայծառ մտքիտ էր եւ հետո կտեսնենք նաեւ իր հաճախապատումների մեջ ինչքան խորը գիտելիքների տեր մեկն է եղել, սակայն այս քրիստոնեությունը պաստորեն բացահայտված չէր, ինքը ուղղակի ծառայում էր։ Գաղտնի քրիստոնեությունը, քրիստոնյա էր ինքը։ Եվ այստեղ այնքան այդ կարևոր փաստը սկսում է նրանից, երբ որ Երեզավանում թագավորը Տրթատարքան այդ հաղթանակի այդ մուտքից հետո ասում է մեծ պատիվ եմ քեզ տալիս Անահիտություն դու զոհմատուցիր։ Այո։ Ծաղիկներ տար կամ զոհմատուցիր։ Եւ այստեղ է որ ասենք փաստում է որ Գրիգորը երբևիցե չէր կարող սա անել։ Այո։ Ինչպես կարող էր ինքը անել, եթե իսկապես ճշմարիտ քրիստոնյա է եւ այստեղից ինքը որտեղ հավատում էր ճշմարիտ իրական Աստծուն, այսինքն կուրքին չէր հավատում, արձանին չէր ուզում հավատալ, քանի որ ինքը իրական Աստծուն էր գտել իբրև քրիստոնյա, Քրիստոսին հետևող։ Եվ այստեղից սկսվեց իր բոդիսական, ինչպես ասում են, լավ շրջանից դեպի տխուր շրջան։ Տառապանքները այդ դեպքում Տրթատը, քանի որ երկիրը հեթանոսական էր եւ ոչ քրիստոնեական, բնական է Տրթատը ուզեց իր կամքը թելադրել եւ հագարակ սիրելուն, ասենք, իր դեպիրին նա փորձեց նրա մեջ փոխել այդ քրիստոնեական ոգին եւ հեթանոսական վիճակի անցկացնել, բայց Գրիգորը անշուշտ եթե իմիջայից որևէ բան սիրում ես կամ ասենք նվիրված ես, քեզի ոչ մի բան, ոչ թուրը, ոչ սուրը, ոչ ուրը չի կարող ընկրկել, քանի որ դու այդ գաղափարին կամ այդ հավատքին հարած մեկն ես։ Գիտես էլ որ դա ճշմարտություն դրա մեջ է։ Գրիգորն էլ այդպիսի քրիստոնյա էր, նա այսպես տատանողական քրիստոնեություն չուներ, որ անմիջապես իր կաշին փոխեր նորից հեթանոս դառնա։ Իրեք կարծում եմ այստեղ տեղին է հիշել Պողոս Առաքյալին, որ արդեն ասում է ես Քրիստոս հակայի մեջ եւ ինչպես որ դուք նայեք շեշտեցիք այդ ոչ ուրը եւ սուրը նորից էլի Պողոս Առաքյալը որ նաեւ հետագայում պիտի մեր հայրերը Վարդանանք շեշտեին նույն Պողոսի խոսքերը, ուրեմն իսկապես եթե արդեն քրիստոնյա ես եւ Քրիստոսին ես հակել քո մեջ, այլևս ոչ մի տառապանք չի կարող քեզ արգելք հանդիսանալ, եթե իհարկե Ագաթան Գեղեցու պատմությունը կարդացել են, կտեսնեն թե ինչ տաժանակիր հալածանք են տալիս 12 թվով եւ այստեղ է հետագայում Տաթևացին այս 12 թիվը նմանեցնում 12 առաքյալների կրած ամեն մեկի տառապանքին եւ ասում որ Գրիգոր այս բոլոր տառապանքները իր անձի մեջ խտացրեց բոլոր առաքյալների հայ զարմանալի այսպես ճկուն ինչ ասեմ դիմադրողականություն են ունեցել նախկին մեր գաղտնի քրիստոնյա ասում մեր նախնիները իսկապես երբ որ կարծում ես չարչարանքները Գրիգոր Լուսավորչի չարչարանքները որ կարծում ես սոսկալի բան ինչպես են դիմացել այսօր եթե որևէ մեկը թեկուզ ամենաթունդ քրիստոնյան որ ասում ես կատարյալ քրիստոնեության կերպար է չէ փորձի այդպեսի չարչարանքների ենթարկես չեմ կարծում թող չնեղվեն ով ասենք այդպեսի կատարյալ քրիստոնյա է կատարյալ չկա բայց կան որ ասենք բավական ինձանից քեզանից ուժեղ են այդ հավատքի մեջ եւ նրանց փորձիր մի քիչ իրենց ֆիզիկականին կպնել եւ չեմ կարծում որ կարողանան դիմանալ։ Իրեք հարցը նրանում է օրինակ մեկ բան որ ասում է երրացրած կապարճը մաշկի վրա լցրեցին օրինակ։ Կամ ասենք կաշին քերթեցին։ Պատկերացնում ես մարդուն մերկացնեն եւ կաշին քերթեն։ Այսինքն այ երկաթով ամոթ։ Հա, երկաթով ամոթ մայմն է քերեն։ Դա դիմանալիք բան է, չեմ կարծում։ Ուրիշ բաներ նույնիսկ գլխի վայր կախել կամ ձեռքը ձգել, ոտքերը ձգել։ Հետաքրքիր ինչ է դերեր որ հայրերը մեր հայ հայրերը շեշտում են որ Գրիգոր Լուսավորչի տառապանքները որևիցե մի հայ եկեղեցու հոգեվորական չի կրել։ Այսինքն իր տառապանքները հետո նաև պիտի խոսեն գուբը 13 տարվա։ Այո։ Այսինքն իր չափ կրած տառապանք մենք հայ հոգեվորական եկեղեցու սպասավոր չենք ունեցել։ Ամենից շատ տառապող է եղավ Գրիգոր Լուսավորչը։ Չարչարանքներից հետո դրանից հետո ուրեմն Տրթատ թագավորը իմանալով հանդերձ որ իր հոր սպանողն է ավելի կատաղեց եւ նրան մահապարտների խուցը ուղարկեց խոր վիրաբի փոսը որտեղ գնացողը չէր վերադառնում։ Եվ օծերի մեջ այդ կարիճների մեջ եւ Գրիգորը կարողացավ այնտեղ 14 տարի 13-14 տարի աստծոզորությամբ կենթանի մնալ։ Այսի ասածպես դրա համար երկրորդ լուսավորիչ ենք ասում իրեն։ Ոչ միայն լույսը բերեց հայերենի աշխարհի մեջ։ Լույսը կար անշուշտ։ Առաջին լուսավորիչները Թադեոս Բարթոլոմեոս Առաքյալները արդեն լուսավորել էին գաղտնի եւ այլն լուսավորված էր։ Բայց փաստորեն այդ լույսը գաղտնի լույսը Գրիգորը դուրս հանեց, այսինքն ամբողջ Հայաստանի մեջ պայծառ ոնց որ մոմը դնես բանի տակ, սեղանի տակ։
Եվ ինչքան էլ լույս տա սեղանի տակ, այդ լույսի պայծառությունը չի զգացվի։ Գրիգորը փաստորեն բացեց այդ տակից հանեց սեղանի վրա, լույսը դրեց եւ ավելացեց, տարբեր մոմենտ բերեց։ Տարբեր մոմենտ բերեց, այո։ Եվ հետաքրքիր ինչ է, դեր քանի որ արդեն հասանք այս խորվիրապի պատմության, ուզում եմ փորձենք մենք վերլուծել 13 որոշ տվյալներով 15, ասենք 13, 13-ից 15, ինչպես որ շեշտեցիք, տարիներ, այո, եթե քեզ նույնիսկ այդ կինը, որ Աստծո օգնականությամբ կամ առաջնորդությամբ իրեն ուտելիք էր բերում եւ գիտենք այդ անցքն էլ կա, խորվիրապում տեսել ենք, սակայն այդ մթության, այդ խավարի, այդ չգիտեմ, խոնավության մեջ 1 օր չի, 2 օր չի, 10 օր չի, 13 տարի անձը մնա եւ ասեմ ձեզ, որ եթե նայում ենք ինչպես որ ասեցի 239-40 թվերին ծնված անձնավորություն, ուրեմն 40-անց մարդ եւ արդեն ամուսնացած, գիտենք որ ամուսնացել Մարիամն եւ 2 զավակներ ունեին։ Արթանես եւ Արիստակես։ Ուրեմն փաստորեն այս անձնավորությունը 40-ից 13 տարի այդ խավարի մեջ մնա, ինչու համար, որովհետեւ ինքը քրիստոնյա է, որովհետեւ ինքը գիտի, որ ինքը լույսին է գնում եւ այստեղ հետագամ նաեւ հայրերը պիտի շեշտեն, որ այդ մութը, այդ գուբը ինքնին արդեն լույս էր իր համար։ Որովհետեւ ինքը մշտապես Աստծո հետ էր եւ այստեղ նաեւ շեշտում է Սաղմոսի խոսքերը 1000 տարին Աստծո համար 1 օր է։ Եվ իր համար ասում է կարծես սա 1 օր լիներ, որովհետև մշտապես Աստծո հետ հաղորդակցություն էր եւ նաեւ մենք Ագաթան Կիրոսի վկայությունն ենք տեսնում, որ հրեշտակի հետ էր խոսում։ Այո, որ բարի միկին իրեն կերեր տալիս ուտելիք եւ հրեշտակը միշտ քաջալերում էր իրեն։ Այսինքն այն աստիճան, այո, ժամանակ է գալիս մեզ համար, որ մենք էլ ենք ուզում առանձնանանք եւ փորձենք մեր Աստծուն ինքներս գտնել։ Եվ այստեղ է, որ Գրիգորը չի վհատվում։ Այս ուժը, որ ասում եմ գեր մարդկային ուժ է իմ կարծիքով, գիտեք, դեր ինչպես որ շեշտեցիք, այսքան դիմադրել, այսքան տոկուն լինել հավատքիդ մեջ եւ իմանալ, որ եթե Աստված քեզ այստեղ կենթանի է պահում, ողջ է պահում, ուրեմն նպատակ ունի քեզ համար։ Այստեղ ամեն ինչ Աստծո նախախնամության հարց է։ Կնշանակի հայք մարդու մեջ այդ դիմադրողականությունը կա։ Անշուշտ կա։ Այսինքն քանի որ Աստծո պատկերով ստեղծվեց, մնում է մարդը ինքը զգա, որ ինքը ուժեղ է։ Գիտես, արդեն Գրիգորը ինքը պատրաստ էր այդ տանջանքներին։ Ինքը արդեն գիտակցորեն էր քրիստոնյա դարձել, ոչ թե պարզապես դարձել էր մեկի խոսքով եւ այլն։ Ինքը փոքր տարիքից ոնց որ ասում են իր մեջ աճել էր, սնվել էր, սերը Աստծո նկատմամբ, Քրիստոսի նկատմամբ հիմք է դրա, ամուր ժայռ է դրա, ինչպես մեր եկեղեցու հիմքը ամուր ժայռի վրա է հաստատված, յուրաքանչյուր էր մեր նախկին սրբերի մեջ կարծես այդ ժայռը հիմքի դիմադրողականության կամ այդ սիրո դրված է փոքր տարիքից։ Ինքն էլ նույնն էր։ Ուրեմն դրա համար ինքը պատրաստ էր, որ մի օր պետք է դարձա թագավորը կամ որևէ մեկը իրեն այդ ճանապարհը տանի։ Գուցե ինքը գիտեր էլ։ Քրիստոսի խոսքերը հստակ են, սրանք որ ինձ տեսնում եք ինձ են, ձեր առավել եւս պիտի անեն։ Այսինքն պատրաստ եղեք։ Պատրաստ եղեք, խաչը պիտի վերցնասի վերջո գնաս իմ հետևից, սա է խոսքը, պատրաստ պիտի լինեք։ Ամեն ինչ թողեք, եկեք իմ հետևից։ Երանին նրան ասում է, որ ինձ համար կհալածվի, կնախատվի, որովհետև պիտի ցնծա եւ ուրախանա, որովհետև երկնքում տեղ ունի ինքը, չէ՞։ Քրիստոս ասաց. ձեզ շատ պիտի չարչարեն, բայց դուք քաջալերվեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը։ Ուրեմն Գրիգորը ինքը պատրաստ էր եւ այդ գուբի մեջ 14 տարի ինքը կարողացավ դիմանալ, բայց հետո ինչ տեղի ունեցավ։ Փաստորեն մինչև Գրիգորի փոսից դուրս գալը խորվիրաբից տեղի ունեցան դեպքեր, որոնք կարծես շարունակություն եղան իրենց կյանքի, այսինքն Սուրբ Հռիփսիմյանց, Սուրբ Գայանց կույսերի նահատակությունը, հետո Տրթատ թագավորի դիվահար լինելը, անդարների մեջ ընկնելը, խոզի կերպարանք ունենալը, այս բոլորը արդեն գալիս են Տրթատի հալածանքներից, որ Աստված շրջադարձային իր մեջ ստեղծեց մի բան, որով հետո Խոսրովի դուխտը երազ տեսնելը, որ Գրիգորը միայն կարող է իրեն